է Հայաստան, Ադրբեջան, այսպես ասած, առևտրին եւ բեռնափոխադրումներին։ Գևորգ Պապոյանը չկարողացավ նշել, թե օրինակ Հայաստանը ինչ կարող է արտահանել Ադրբեջան, միայն պոտենցիալի մասին խոսեց։ Պարոն Մանասերյան, դուք կարող եք ասել Հայաստանը օրինակ ինչ կարող է արտահանել Ադրբեջան, ինչով է հետաքրքիր Ադրբեջանի համար։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ թուրքական ապրանքների հետ հատկապես մենք բավարար մրցունակություն չունենք մրցակցելու, այսինքն արտահանելու Թուրքիա, հնարավոր է 1-2 այդպես խորհրդանշական ապրանքներ, ծառայություններ ներգրավեն, բայց ընդհանուր առմամբ պետք է իրատես լինենք։ Ամբողջ Եվրոպան տառապում է թուրքական ապրանքների էքսպանսիայից։ Մենք չենք կարող ավելի հզոր լինել, քան Գերմանիան, Ֆրանսիան եւ այլն, որոնք ուղղակի տեղական արտադրությունը, տեղական ապրանքները դուրս են մղվում տեղական շուկայից։ Դրա համար անհրաժեշտ է մշակել ռազմավարություն, որը բացակայում է ըստ էության։ Հունվարի 8-ին ընդունվել է փաստաթուղթ, որը բացարձակ ոչ մի փորձագետի հետ համաձայնեցված չի կամ քննարկման չի դրվել։ Ուղղակի այսպես շինծու մի փաստաթուղթ է, որը անիրատեսական է եւ դրան կցված են կառավարության հերթական անելիքները, որպես դրա հիմնավորը։ Մեզ պետք է շիտակություն, մեզ պետք է որ հանրության հետ կառավարությունը բաց լինի եւ անկախ փորձագետների հետ քննարկեն այն խնդիրները, որոնք ծառացած են Հայաստանի առջեւ, այդ թվում սահմանները բացելու պարագայում։ Ադրբեջանի հետ եւ Թուրքիայի հետ դա մենք նույն պետության հետ ըստ էության գործ ունենք, բանթուրանական եւ իհարկե բաց սահմանները շատ կարեւոր են, բայց ռազմավարություն մշակելը ավելի կարեւոր է, հաշվի առնելով, որ Թուրքիան ունի 100-ամյակների համար մշակված կարմիր գիրք, նույնը վերաբերում է Ադրբեջանին եւ այստեղ պետք է մենք շատ զգուշ շարժվենք, եթե չենք ուզում վնասել հայ գյուղացուն, հայկական գյուղ ընդհանրապես, որ առանց հնար խոցելի է այսօր, ուրեմն այլ ելքան համախմբումը, ինչը մենք փորձում ենք անել համահայկական հասարակական դաշինքով, չի կարող լինել, այստեղ ոչ մի քաղաքականություն կամ կուսակցական որևէ խնդիր չի դրվում, դրված է համապետական, համազգային շահի խնդիրը։ Սա է, թե չէ օրակարգն էլ չի հստակեցված եւ սա առաջի դեպքը չի, որովհետեւ այդ նախարարությունը տարբեր նախարարների օրոք, նախկինի օրոք էլ երբեք իրենց նեղություն չեն տվել հաշվարկներ անելու ինչ հետևանքներ կունենա հայ-թուրքական սահմանի բացումը։ Միգուցե շատ դրական հետևանքներ կունենա։ Մենք էլ միանանք եւ օգնենք մեր պետությանը։ Եթե վնասներ կան, ռիսկեր կան, իսկ դրանք անխուսափելի են, դրա մասին եւս մենք պետք է տեղյակ լինենք։ Պարոն Մանասերյան, Հայաստան-Ադրբեջան առևտրի մասին խոսելիս իշխանության ներկայացուցիչները, օրինակ էկոնոմիկայի նախարարն ասում է, որ կարող ենք նաեւ Հայաստանից գյուղմթերք արտահանենք Ադրբեջան, արդյոք Ադրբեջանին պետք է հայկական գյուղմթերք, հաշվի առնելով, որ էներգակիրները այնտեղ էժան է եւ բավականին էժան է նստում, մինչդեռ հայ արտադրողների վրա դա թանկ է նստում։ Ես կուզենայի, որ դուք մատնանշեք որևէ ծրագիր, որ այդ նախարարությունը երբևէ իրագործել է համապետական բնույթի, բնականաբար այստեղ պետք են հիմնավորումներ, հաշվարկներ, որը դարձյալ բացակայում են, այնպես որ այսպես բոլորը կարող են վերացական արտահայտություններ անել, բայց մինչև համագործակցությունը չլինի փորձագիտական հանրության հետ, նման հայտարարությունները մերկապարանոց են։ Պետական որևէ կառույց չունի փորձագիտական այն ներուժը, որպեսզի կարողանա այդ բոլոր պատասխանները տալ։ Իսկ մեկուսացման, պառակտման պայմաններում բնականաբար որևէ մեկը չի էլ կարող վստահել նման արտահայտությունները։ Որպես ինչպես եք տեսնում հայ-ադրբեջանական առևտուրը։ Ես տեսնում եմ, որ այդտեղ կա ներուժ, հնարավորություններ կան, բայց նախ պետք է լուրջ աշխատանք տարվի, բավական լուրջ աշխատանք պետք է տարվի, որպեսզի մենք իսկապես պատրաստ լինենք տարիներ, տասնամյակներ տևած այս հակամարտությունից հետո գալ իրատեսական խնդիրների լուծմանը։ Համահայկական հասարակական դաշինքը բավական երկար նախապատրաստական աշխատանքներ է արել մինչև ձևավորումը եւ նախաձեռնող խումբը բավական այսպես աշխատանքներ է տարել միաբանելու, համախմբելու
հասարակությանը, որը պառակտված է, ըստ էության մենք չունենք քաղաքացիական հասարակություն, քաղաքացիական հասարակությունը մասնակցված եւ քաղաքականացված է, ավելին ասեմ, որ քաղաքականությունը, այն քաղաքականությունը, որը ոչ թե միաբանում է, պառակտում, մտել են հայկական ընտանիքներ։ Մեր նպատակն է եւ առաջի քայլերը բավական հաջող արվում են, բարեբախտաբար միաբանել ազգային շահի շուրջ, պետական շահի շուրջ եւ բոլոր այն առողջ ուժերը, մտավորականներ, երիտասարդներ, հայ կանայք, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, որոնք տալու բան ունեն իրենց պետությանը, իրենց երկրին, կարողանան համախմբվել եւ արդյունք տալ։ Որոնք են քայլերը, ոնց պետք է միաբանել։ Դրա մասին, եթե համբերեք, կլինեն զեկուցումներ շատ կարճ եւ բավական արհեստավարժ ամեն մի ոլորտի փորձառու մասնագետներն են հանդես գալու դրանով, հիմնավորումներով, առիթ կունենաք դրա մանրամասները լսելու։ Անպայման շատ հստակ ծրագրեր կան։